Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրում պատմաբան Հայաքվեի վարչության անդամ Արեգ Սավգուլյանին։ Շնորհակալ եմ պարոն Սավգուլյան հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Ալինե ջան։ Պարոն Սավգուլյան, վերահաշվարկի փուլ է, բոլորս տեղյակ ենք, որ երեք ուժերը Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան եւ Միասնության թևեր դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերահաշվարկելու համար ձայները եւ այդ վերահաշվարկը կավարտվի հունիսի 14-ին, կարծում եմ այդ ժամանակ ավելի պատկերը ամբողջական կդառնա, բայց դրա հետ մեկտեղ պետք է մենք նաև հասկանանք, թե ինչ են հուշում այս պահին եղած փաստերը, իսկ փաստեր բավական շատ են բերվում։ Երեք նաև Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը Գոհար Մելոյանը բավական մանրակրկիտ ներկայացրեց, անգամ տեսանյութեր էր հրապարակել, կոնկրետ ընտրախախտումների, ընտրակեղծարարության ահավոր մեծ փաստերի մասին էին հուշում նրա բերած փաստարկները եւ կա նաև կարծիք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքն է հենց ուղղակիորեն զբաղվել նկարչությամբ։ Եվ հիմա, քանի որ դուք եղել եք վստահված անձ, ես կխնդրեմ գնահատեք, թե եղած փաստերը ինչի մասին են հուշում, այսինքն ինչ բնույթի ընտրախախտումների մասին է խոսքը։ Սկսենք, ձեր խոսքը լսում ենք, պարոն Սավգուլյան, խնդրեմ։ Ես եղել եմ վստահված անձ Ուժեղ Հայաստանի կողմից Նորք Մարաշ վարչական շրջանում 902 տեղամասում, դա Օլիմպոս կրթահամալիրն է, որտեղ իհարկե նաև քվեարկության են գալիս տարեցները Նորքի խնամքի կենտրոնից, այսպես ասած հայտնի ծերանոցից։ Ասեմ, որ հիմնական մեր խնդիրը եղել է տարեցների հետ կապված, որովհետև գիտեք ինչ, տարեցների կոնկրետ ուղեկցող չունեին եւ փաստացի ստացվում էր այնպես, որ մի քանի հոգի էին այդ կազմակերպական աշխատանքներով զբաղվում, իսկ գիտեք ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս, որ նույն մարդը մի քանի անգամ ուղեկցի։ Հետևաբար մեր տարեցները այդպես ասած զավեշտալի իրավիճակում էին հայտնվում, նույնիսկ այդ քվեաթերթիկը չէին կարողանում ծրարի մեջ դնեն, այդ վիճակում դուրս էին գալիս, երևում էր, որ հիմա չնշեմ ինչ քվեաթերթիկ էր, եւ այդ քվեաթերթիկը շատ էր կրկնվում, հասկանալի էր, որ որոշակիորեն ուղղորդումը կա, բայց նաեւ այդ մարդիկ մեղավոր չէին, որովհետեւ փաստացի իրենք չէին կարողանում նորմալ քվեարկեին, կապված նաեւ իրենց տարիքի հանգամանքով եւ բնականաբար առողջությամբ։ Հիմնական շփոթը սա էր առաջացնում եւ տպավորություն էր նաեւ, որ այդտեղ վստահված ոնց որ անձինք փորձում են ուղղորդել։ Եթե նայում եք տեսախցիկով, թվում էր թե վստահված անձինք փորձում էին ուղղորդել։ Այնինչ ամեն կերպ հորդորում ենք նաեւ մեր տարեցներին, որ գնան քվեախցիկում քվեարկեն, որ հանգարցակի դուրս չգային եւ փաստացի իրենք բաց քվեարկություն էին իրականացնում։ Դե գիտեք ինչ, եթե մնային կտրական օրենսգրքի տարի ոգուն համապատասխան, պետքա պահանջեինք, որ անվավեր ճանաչվեր կամ թույլ չտային կոպիտ ասած, բայց փաստացի իրավիճակն այն էր, որ մարդը իր ֆիզիկական վիճակով դա չէր կարողանում կազմակերպել։ Նայեք խնդիրը որն է։ Մեր տեղամասում բավականին վստահված անձերը պատրաստված են։ Հետևաբար միևնույն ժամանակ հանձնաժողովը տեսնում է, որ վստահված անձը տիրապետում է եւ կյանքում չեն մտածի ընդհանրապես, որ որևէ խախտման ճանապարհով պետքա գնա։ Նամանավանդ, որ վերջում, երբ որ արդեն լարված են այդ քվեաթերթիկների հաշվարկը ընթանում պրոցեսն է գնում, մենք տեղում բոլոր քվեաթերթիկները երկու անգամ տարբեր մարդիկ հաշվարկեցին։ Դե վստահված անձերը իրավունք չունեն, մենք այդ պրոցեսին հետևում ենք։ Սակայն պատկերը այլ է եղել մարզերում։ Մարզերում տարբեր կուսակցությունների կողմից մասնակցած վստահված անձինք պարզ ասած իրենց դիրքում եւ տեղում չեն եղել։ Չեն մասնակցել լիարժեք կերպով ընտրական պրոցեսին, դուրս են եկել, կարող ընդմիջման են եղել, չգիտեմ, ծխելու են եղել, որովհետեւ այս վերահաշվարկների արդյունքում իհարկե նաեւ Երևանում են նման դեպքեր արձանագրվել, ոչ միայն անվավերները դարձել են վավեր, այլև նաև դեպքեր են եղել, որ մի քվեաթերթիկը մյուս կուսակցությանը գնացել եւ այլն։ Եվ այս նաև խառնաշփոթի պատճառներից մեկը վստահված անձերի ոչ բավարար պատրաստվածությունն է եղել։
Հիմա գանք ընտրախախտումների։ Կներեք, եթե կարելի է վստահված անձանց հետ կապված, կարծիք կա, որ շատերը տուրք են տվել ճնշումներին, վախեցրել են, ՔՊ-ի կողմից եղել են ուղակի սպառնալիքներ։ Դուք ունեք նման փաստեր եւ կարծում եք, որ դա եւս կարող է իր դերը ունեցած լինի։ Վստահված անձանց, ասենք, անտարբերությունը դրանով են շատերը բացատրում։ Ես դες սենց ասեմ, հատկապես համայնքային շրջաններում վստահված անձի դերերում հանդես են եկել տեղի տին ենթադրեն մարմինների ներկայացուցիչները, չեմ ասում տիմ ղեկավարները, համայնքի ղեկավարը կամ քաղաքապետը եւ այլն, աշխատողներ, որոնք բնականաբար օգտագործելով իրենց ազդեցիկ դիրքը փորձել են ներքին կարգով իրենց խաղի կանոնները հաստատել։ Եվ այս պարագայում շատերը խուսափել են գնան կոնֆլիկտի, ընտրատեղամասերի շրջակայքում նաև կուտակումներ են տեղի ունեցել, փորձ արվել վստահված անձերի նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում բանեցնել, կամ էլ պարզ ասած, այսինքն ժողովրդական լեզվով ասած ինչ եք խառնում, քեզ 1000 տարի պետքա մի կողմ քաշվի, process-ը ինքն իրան կգնա, կամ մեկի հետ խաթրով են խոսել, մեկի հետ համոզել։ Չի բացառվում նաև իհարկե ես տենց դեպքեր դեռ մենք չենք լսել, որ փորձեն նաև վստահված անձերին տեղում շահագրգռեն, չի բացառվում, որ ընթացքում կարա բացահայտվի նաև, մանավանդ որ հիմա ընթանում է վերահաշվարկի գործընթացը եւ այդ վերահաշվարկի արդյունքը արտացոլում է այն պատկերը, որը եղել է հանձնաժողովում։ Հիմա նաև այն հանգամանքը, որը կապված է բուն կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքին, ցուցիչները տեսակ, որ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ամեն կերպ փորձում էր արդարացնել իր աշխատողներին, Excel-ի տողն աթռել, մարդիկ հոգնած են եղել, ճիշտ չեն մուտքագրումը կատարել, բայց շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ ոչ ճիշտ մուտքագրումների արդյունքում մի հատ կուսակցություն, որը բավականին վճռորոշ դեր կարող է խաղալ իր ներկայությամբ գալիք գումարման խորհրդարանում, թռել է գործընթացից։ Այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին է, որին տարբեր հաշվարկներով 48-ից մինչև 50 թե 55 ձայն էր պակասում, որպեսզի նա անցներ խորհրդարան։ Եվ ստացվել էր այնպես, հենց այդ 48-50 ձայնի արդյունքում Բարգավաճ Հայաստանը դեռ գիշերը տարբեր իշխանամետ, այսպես ասած, ԶԼՄ-ներով, հարթակներով հայտարարում են, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի կարողացել մուտք գործի, փաստորեն 4% շեմը չի կարողացել հաղթահարի։ Բայց այդտեղ նաև Արմինե ջան, ընդհանուր ես ուզում եմ նայեք, մեր դիտարկումը ինչն էր, որ եթե մասնակցության ցուցանիշը բարձր լինի, հետևաբար իրականում ընդդիմությունը պետք է հաղթեր, իսկ իշխանությունը ակնհայտորեն պետք է ջախջախիչ պարտություն կրեր։ Որ օրինակ մենք զուգահեռ ենք անցկացնում 2018 թվականի մասնակցության հետ, նայեք, 2018 թվականին ընտրելու իրավունք էին ունեցել 2.573.000 մարդ, ավելի շատ, ես մի քիչ կլորացրած եմ ասում։ Ընտրություններին մասնակցելը, պատկերացրեք, դա այն թավշա բանը, խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, թավշա հեղափոխության ժամանակաշրջանը, որ մենք մտածում ենք 90% ժողովուրդ գնաց է քվեարկել։ Ընդամենը 1.260.847 մարդ է քվեարկել։ Այսինքն մոտավորապես 210,000 մարդ այս ընտրություններին ավելի շատ է մասնակցել ընտրություններին, քան 2018 թվականի այդ թավշա հեղափոխությունից հետո։ Մի քիչ այս թվերը բավականին կասկածելի են, որովհետև մենք տուն այցերի ժամանակ չենք զգացել այն քաղաքական ակտիվությունը, որը մենք տեսել ենք ընտրությունների ժամանակ։ Այսինքն չի բացառվում, որ միջև ընտրական process-ը իշխանությունների կողմից տարատեսակ ընտրախախտման մախինացիաներ են մշակվել եւ վարպետորեն իրականացվել։ Եվ օրինակ, սենց մի հատ խնդիր էլի, դուք տեսաք, որ զինվորականները 8-ին թե 8-5 մտնում էին քվեարկության։ Ով որ ծառայել է, գիտի զինվորի օրակարգը ինչպիսին է։ Ոնց է ստացվում, որ տվյալ տեղամասում
զինվորները գալիս են քվեարկության ժամը 8-ին։ Իսկ կարող է այդ զինվորները միջև այդ ուրիշ տեղ են գնացել նաև քվեարկության, եւ դրանից հետո չեն հասցրել կամ մի քանի տեղ են մտել քվեարկության, եւ դրանից հետո չեն հասցրել հայտնվեն այն բուն տեղում, որտեղ որ իրենք իրապես ի սկզբանե պետք է քվեարկեն։ Հիմա բնականաբար բանակի պատասխանատուները, իշխանության ներկայացուցիչները կբացառեն, կասեն դա բացառվում է, ինչպես է, դա մեր մատնահետքեր են հանձնում, բայց մենք գիտենք, որ այդ մատնահետքերը չունեն ընդհանուր իդենտիֆիկացիոն բազա, եւ շատ հնարավոր է, որ ինչ տարբերակով իշխանությունները իրականացրել են այդ ընտրախախտման մեխանիզմը, եւ մենք ստացել ենք այս պատկերը, որ առնվազն 2018-ի համատությամբ, երբ որ ընտրողների ռեգիստրի առումով մեծ փոփոխություն չի եղել, բայց ընտրության մասնակիցների տոկոսը շեշտակի աճել։ Եթե կարելի է այստեղ զինվորների հետ կապված հետևյալ ինֆորմացիան նաև ձեզ տրամադրեմ եւ նաև մեր հեռուստադիտողներին, այսպիսի տեղեկատվություն տարածվեց, որ զինվորներին կարծես թե թույլատրել են գնալ նախ իրենց բնակության վայրերում քվեարկել, բնակության վայրերում, հետո արդեն զինգրքույկներով գնալ արդեն որպես զինվոր քվեարկել, այսինքն ստացվում է մենք գործ ունենք այս պարագայում երկու անգամ արված քվեարկության հետ, անձը երկու անգամ տարբեր ընտրատարածքներում քվեարկության է մասնակցել։ Սա մեկ, եւ երկրորդ հավելումը անեմ եւ լսեմ ձեր արձագանքը, կարծում եմ դուք էլ եք լսել, պարոն Սաղգուլյան, ինչ որ գաղտնի ցուցակների մասին է խոսքը։ Ես անգամ մի փոքր ռեպորտաժ պատրաստեցի այս մասին, այդ հարցի հետ կապված, մենք փորձեցինք պարզաբանում ստանալ, դեռևս չկա համապատասխան պարզաբանում, 18,000 ձայներ այդտեղ ավելացվել են, որտեղից ընկան, երկնքից են ընկել այդ ձայները, եւ երբ որ հաշվարկ է արվում Փաշինյանի ձայների ավելցուկներում, արդեն պատկերը կարծես հստակ է դառնում, թե ինչպես է եղել եւ ի հաշիվ զինվորների, ի հաշիվ այս 18,000 անհասկանալի ինչ որ անհասկանալի անձանց, ինչու ոչ նաեւ ձեր ասած ծերերի անունը դնում ենք ծերերը չեն կարողանում ձեռքը դողում է եւ ԿՊ-ականը կանգնած ծերերի կողքը ուղղորդում է։ Սա մի հսկայական թիվ է ի վերջո արդյունքում ստացվում հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Խնդրեմ, շարունակեք։ Ես մի հատ կարճ այդ ծերերի պահը ասեմ, նայեք, դիցուկ մեր տեղամասում 9-2-ում մենք ծերերին առաջարկել ենք օգնել հերթական ընտրողին, որը իհարկե պարտադիր չի, որ ծեր ա եղել, ծերը ծերին չի օգնել, էլի։ Հիմա այս պարագայում ես ուզում եմ ձեզ մի հատ հետաքրքիր տվյալ ասեմ, որ կհիշեք 6 ամիս առաջ էր, թե 7 ամիս առաջ էր, համացանցում լուր տարածվեց, նախկին պաշտոնյաների կողմից մեկն էր, որ Թուրքիայում 180,000 անձնագրեր են տպագրվել, եւ փորձ է արվել Վրաստանի միջոցով բերեն Հայաստան։ Այո, ես այդ տեղեկատվությունը տվել եմ։ Այո, 180,000, հիմա ես նորից ձեր ուշադրությունը վերադարձնում եմ այդ թվին, նայեք, 210,000-ի տարբերություն է եղել 18 թիվը եւ 26 թիվը, որ համեմատում ենք իրար հետ։ Մասնակցության ակտիվությունը 210,000 մատ ավելակ քվեարկել։ Այդ 180 ու 210,000-ը այնքան էլ հեռու թվեր չեն իրարից։ Դուք մի քիչ ցածր եք ասում, կներեք, պարոն Սաղգուլյան, 180 չէ, ես ավելին եմ լսել, 190,000 է նախ գումարած 25,000 ID քարտեր, որոնք ուղղակիորեն այո բերվել են Թուրքիայից, Վրաստանի սահմանով անցել են։ Շարունակեք, խնդրեմ։ Հիմա մոտավորապես, այսպես ասած, կոմպրոմիսի կլորացնենք ընդհանուր, 210,000-ի տարբերություն կա, եւ ունենք 180-ից 190 կամ 180-ից 200,000 փաստաթղթի մասին տվյալ, որը ամեն կերպ կոծկվեց, ամեն կերպ հերքվեց իշխանությունների կողմից, որ նման բան չկա եւ այլն եւ այլն։ Բայց երբ որ մենք այս թվերը համեմատում ենք, հա, եւ նաեւ գիտեք ինչ, հիմնվում ենք տարբեր սոցհարցումների վրա, որոնք իրականացվել են միջև ընտրությունները։ Ոչ մի սոցհարցում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 49% չի տվում։ Իրենք մաքսիմում տարբեր, նայեք, եւ ընդդիմության եւ իշխան տարբեր հարցումներով դա մոտավորապես վերջի շրջանում կազմել է 35%-ի կարգի։
Եվ այս պարագայում, երբ որ մենք տեսնում ենք, որ այդ 35-ը ըստ էության շատ մեծ ընտրաշավի վերջի օրերի փոփոխություն չէ, ավելին ընտրաշավի վերջի բանավեճիը դուք տեսաք, որ հիմնական դերակատարը ավելի շատ ընդդիմություններ եւ ընդդիմություններ եղանակ ստեղծում այդ process-ում։ Եվ բանավեճի դրական տրամադրությունը հակառակը պետք է նաև ընդդիմության օգտին լիներ։ Բայց ես մի փոքր դրվագի վրա չհիմնվենք։ Ընդհանուր թվերը ցույց են տալի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համապետական ընտրություններին ոչ թե պետքա հավաքեր այս 727,000, այլ իր ընտրազանգվածը կես միլիոնի շուրջ էր։ Այսինքն մոտավորապես 500,000-ի կարգի։ Մնացած process-ը, մենք չենք ասում, որ քաղաքացիական պայմանագրին ոչ ոք ձայն չի տվել։ Բայց երբ որ այդ թվերը մենք համադրում ենք, մենք հասկանում ենք, որ լրիվ ուրիշ պատկեր է ստացվում։ Այս պարագայում պետք է հասկանալ, թե ինչպես է process-ը իրականացվել եւ մարդիկ ոչ թե կրկնակյա երակի, քառակի, հնգակի քվեարկություններ են իրականացրել։ Եվ այդ ամբողջ process-ը իզորու էր վերահսկել հենց իշխանությունը։ Հա մենք օրինակ դեմքերի իդենտիֆիկացիայի խնդիր ունենք, նույն դեմքով մարդը 4-5 տեղամաս որ մտնում է, իշխանությունները կարող են այդ տեխնիկապես հագեցվածությունը, հնարավորությունը ունենան իդենտիֆիկացնել տվյալ դեմքը քանի բանը ընտրատեղամասը մտել եւ քանի անգամ քվեարկություն իրականացել։ Ցավոք սրտի ընդդիմությունը չունի այդ տեխնիկական հագեցվածությունը, գործիքակազմը, որպեսզի ինքը կարողանար այդ process-ը կազմակերպել։ Եվ եթե նմանատիպ գործիքակազմ ունենար, շատ մեծ անակնկալներ է սպասում եւ անխոս այս ընտրության արդյունքները, որոնք հիմնված են այդ տրամաբանության վրա, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը հաղթեր այդ մախինացիայի արդյունքում, միանշանակ անվավեր են լինելու։ Իսկ հիմա ամբողջ տարբեր տեղամասերով այդ ընտրահաշվարկները գնում են, դրանք ասեմ ըստ էության շատ մեծ տարբերություն չեն տալու։ Եվ վերջում հայտարարել են, որ դա ընտրության արդյունքների վրա այդպես չի ազդում, բայց միջև այդ է process-ը իրականացվել։ Շատ ճիշտ բան եք ասում, ներողություն եմ խնդրում, հենց երեք Վահագն Հովակիմյանը, տեսեք թե ինչ հայտարարեց, որ դուք կտեսնեք վերահաշվարկից հետո մենք կունենանք իդեալական ընտրություններ։ Այսինքն սա նշանակում է, որ վերահաշվարկին էլ պետք չէ այդպես մեծ անհամբերությամբ սպասել եւ ես վախենամ, որ մենք իսկապես վերահաշվարկով իրենց այդ նկարչությամբ, այդ իրենց արած ամբողջ նախընտրական փուլից սկսած եւ այդ գիշերը ընտրությունների գիշերը օրինակ կա կարծիք, որ շատ լուրջ մախինացիաներ են արվել եւ դրա վրա պետք է որ ընդդիմությունը լուրջ ուշադրություն դարձնի, ինչ որ խաղեր են գնացել հենց գիշերը ընտրությունների եւ գիշերվա ասուլիսն էլ այդ մասին էր փաստում, հիմա դրան կանդրադառնանք, այսինքն ստացվում է այսպես, պարոն Սաբգուլյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս վերահաշվարկի տակ դուք մեծ անհանգստություն չեք տեսնում, որ իրենք կհաստատեն ուղղակի իրենց այդ բոլոր ամբողջ նկարչությունը եւ կներկայացնեն որպես լեգիտիմ վարչապետ, ինչի մասին այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն իրեն հայտարարում է լեգիտիմ ընտրված վարչապետ, լեգիտիմ ընտրություններ, արդար ընտրություններ, լեգիտիմ վարչապետ, խնդրեմ, մտավախություն չունեք այս փուլից։ Նայեք, եթե մենք ավելի օբյեկտիվ լինենք, մենք պետք է թիրախավորենք ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, այլ իրավապահ համակարգին եւ օրվա քաղաքական պատասխանատուներին։ Ճիշտ է, ընտրական հանձնաժողովի նախագահը շատ կարևոր օղակ է զբաղեցնում, բայց այդ նկարչությունը, որ ասում են, նայեք, հանրության մեծամասնությունը չի պատկերացնում դա։ 2000 մարդ անկախ ամեն ինչից այդ տեղամասից որ դուրս է եկել, իր հետ տարել է արձանագրության թերթիկ վրան կնիկ դրված։ Օրինակ ուժեղ Հայաստանը, ես ինֆորմացիա չունեմ 2005 տեղամասը փակել է թե չէ, բայց համոզված եմ 90-ից ավել տեղամասերում փակել են եւ նաեւ այլ ընդդիմադիր գործընկերների հետ կա համագործակցություն, որտեղ որ իրենք չեն փակել, ընդդիմադիրներից կա որ փակել են։ Այսինքն փաստացի ընդդիմության տրամադրության տակ եղել այդ 2005 արձանագրությունը։ Հիմա այդ 2005 արձանագրությունները, որ համադրում ես
երևում է այդ փոփոխությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ են մուտքագրել տողնաթռը եւ այլն, բայց ինչի միանգամից չեն հայտարարում, ասում է որ ընտրություններից 7 օրվա ընթացքում աշխատանք անում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր աշխատանքը տանելու է, այսպես ասած վերջնական կարեկտիրովկաները անելու է։ Ստեղ սուրը ինչ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթել են գիշերը, մեկ, եւ երկրորդը Բարգավաճ Հայաստան կուսակցության մասով հայտարարեցին, որ ՇՄ չի հաղթարել։ Եթե այս երկու միջադեպը չլիներ, իրավիճակը սենց չէր սրվելու։ Եվ հանրության մեջ էլ մոբիլիզացնում են տրամադրությունները, որ պետք է ժողովուրդը հիմա դուրս գա, գնա կենտրոնական ընտրական հանձնաժողով, բոլորին պատասխանատվություն։ Ժողովուրդ ջան, օրենքի շրջանակներում եթե նայում եք, մինչև հունիսի 14-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակ ունի, պիտի հայտարարի, թող մի հատ հայտարարի։ Կարող է այնպիսի հայտարարություն անում, որ օրինակ ասում է, որ քաղաքացիական պայմանագիր, չհավատալով եմ սա ասում, Արմինե ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից բազմաթիվ ընտրախախտումներ են թույլ տրվել, բայց ինքը իր ժամանակի մեջ է թույլ տվեք, թող 14-ին հայտարարի, դրանից հետո այն ինչ որ դուք ակնկալում եք, նոր ձեր պահանջները ձևակերպեք, որովհետև այս պարագայում նայեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ինչ պիտի աներ, եթե իրավապահ համակարգը էշի ականջում քնած էր ու ենթադրենք տարածքում մարդիկ կային, որոնք ուղղորդում էին, մարդ էին բերում 3-4 անգամ երկու դեպք եղել է ոստիկաններին 9-2-ում ես եմ զգուշացրել, ասել եմ կուտակում այդ նույն մարդը, ասում գնացինք, ասում հարևանին էր տեսել, մորաքրոջներ բերում, չգիտեմ, քավորիներ բերում, պապիկին էր բերում, հայտ նույն մարդը ինչա, բանա, կես դրույքով է աշխատում է, բոլորին ինքնաբերում։ Հիմա կարող է եւ օբյեկտիվորեն, այո, այդ մարդը իր բոլոր շատ ընտանիքասեր է, բոլոր բարեկամներին հաթաթ ինքը բերում է ընտրությունների։ Բայց դե ընտրական օրենսգիրքներ ունի իր միջոցառումները, չէ՞, ինքը հասկանում է ինչա տեղ կատարվում։ Եվ մենք էլ ինչի համար ենք այդտեղ, որ պահենք օրենքը, որ պահենք ընտրությունը, որ պահենք մեր ընտրողի քվեն, թույլ չտանք, որ այդ քվեն գողանա։ Ու քվեն մենակ այն չի գողանալը, որ վերցնեն քո քվեն դնեն ուրիշի վրա, չէ։ Դու ամբողջ process-ը հանրային վերահսկողությունը պիտի բերես այն մակարդակի, որ թույլ չտաս ընտրախախտում լինի։ Բայց բաներ էլ կա, Արմինե ջան, մեր ամբողջ ուշադրությունը եղել է ընտրատեղամասում։ Եթե մի քանի անգամ նույն մարդուն նկատել ենք, զգուշացրել ենք, որ այդ մարդը տարածքում չերևա, բայց այն process-ը, որը մասշտաբային, օրինակ մարզերում տեղի է ունեցել, զինվորներ են տարել, կրկնակի քվեարկություններ են կազմակերպել։ Դուք տեսել եք նաև այն հայտի տեսանյութը, որ ընտրողները վերջի պահին մտնում են այդ կինը զայրացած այդ հանձնաժողովի նախագահային դիմումը, ասում է, ինչ է կատարում, վերջի պահին այսքան 100 մարդ մտնում է քվեարկության համասարում, նրանք էլ ասում են, մենք այդ 2 րոպեին ռազմական զինվորական առաջադրանք են էլի կատարել փաստորեն։ Բանով ասում է, քաղաքավարի ներխուժել են ընտրատեղամաս։ Ժամը պահել են, վերջի պահին չկա այդպես բան, որ վերջի բանը 2 րոպե ամնացել 152 հոգի կամ 300 հոգի մտնում ընտրատեղամաս։ Այսինքն ընդդիմությունը կարող է պահանջել օրինակ զինվորների այդ ժամը խախտելով ընտրություն անելու այդ ամբողջ հատվածի քվեարկությունը չեղարկել։ Կարող է, ավելին ասեմ, կարող է նաև ցցուն դեպքեր են կազմակերպել Արմինե ջան, որ հենց իրենք էլ դա չեղալ հայտարարեն, բայց դա տոկոս չի փոխում։ Ընտրություններին մասնակցել է 1,477,000 մարդ, հաշվեք նույնիսկ 1000 զինվորի հանել, ինչը տոկոս չի կազմում այդ 1000-ը։ Չէ, բայց դա մենք գիտենք, որ բանակը ում հաշվին է, չէ, քվեարկել։ Եթե այդ թիվը դուրս է գալիս, այնտեղ մեջտեղ են գալիս Թուրքիայից ներմուծված կեղծ անձնագրերի հարցը, այնտեղ մեջտեղ է գալիս 18000 կասկածելի գաղտնի ցուցակը, այդ թվեր են գումարվում են Նիկոլ Փաշինյանի հաշվին է, հաստատ նրա ձայներից է դուրս գալու։ Անունը ջան 18000-ի մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ անորոշ մեկնաբանություն տրվեց, որտեղ մտնում են ինչ կատեգորիայի քաղաքացիներ, որոնց մասին պետք է բան չանեն, բայց 18000-ը դա զգալի թիվ է։ Իհարկե։ Եթե Բարգավաճ Հայաստանը ընդամենը 50-60 ձայնով դուրս է թռնում, դուք պատկերացրեք այս բանը 18000-ը դա ինչ մեծ բան է, տոկոսային ռեզոնանս կար առաջացնի ընդհանուր ընտրակայքում։
թե խոսում այդ մեր ասած 182,000-ի մասին, բայց դա պետք է ապացուցվի։ Նայեք այդ 182,000-ի պահը, որ ասում են, դա պետք է ապացուցվի։ Իսկ այն ընտրախախտումները, որոնք որ հայտնաբերվել են, ես վստահ եմ, որ այդ ընտրախախտումները ըստ էության հայտնաբերված, ֆիքսված, արձանագրված ընտրախախտումներ, այս ընդհանուր պատկերում բան չեն փոխելու։ Այն ինչ որ պիտի փոխեր, արդեն եղել է։ Այսինքն դուք գտնում եք, որ սահմանադրական դատարան դիմելն էլ պետք չէ։ Օրինակ գտնում են հետևյալ առումով, որ ոնց կարելի է դիմել մի դատարան, որը հենց Նիկոլ Փաշինյանի գրպանում է, եւ ինչ հույսեր կարելի է ունենալ։ Թույլ տվեք այս հարցում չհամաձայնվենք, նայեք։ Հիմա ընդդիմությունը դիմա կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ ընտրախախտումների փաթեթը տրցակը ներկայացնում է իրեն։ Այո։ Իրենք դա կարող են հիմնավոր համարել, հիմնավոր չհամարել։ Դիցուք իրենք ամսի 14-ին հայտարարում են, որ ամեն ինչ նորմալ է եղել, SS ուժերը մտել են պարլամենտ, կարող մանդատների բաշխման հետ կապված տոկոսը հայտարարում։ Դրանից հետո ընդդիմության քայլերը։ Ընդդիմությունը պետք է դիմի սահմանադրական դատարան ընթացակարգը պահելու համար։ Այսինքն դիմելա կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի արձագանքել կամ պատշաճ կերպով չի արձագանքել, թողել է նույն իրավիճակը։ Մոտավորապես բանը, եթե համեմատենք, այսպես ասած 2021 թվականի, երբ որ Հայաստան դաշինքը մտավ եւ սահմանադրական դատարանում վիճակեց, աննկարագրելիորեն փաստերը հիմա ավելի շատ են։ Ու հանած նույնիսկ այդ բանը կեղծ անձնագրերի պահ, ընդհանուր ընտրախախտումների փաստերը ահավոր շատ են։ Հսկայական տրցակ է դա։ Թող տանեն սահմանադրական դատարան։ Թող իհարկե դիմեն առաջարկով, որ որոշ դատավորներ սահմանադրական դատարանի ինքնաբացարկով հանդես գան։ Վերջերս այդ Վլադիմիր Վարդանյանն էր ԿՊԱ-ական, մի ամիս, երկու ամիսա դարձել է սահմանադրական դատարանի անդամ, ում շահերը ինքը պետք է պաշտպանի։ Բնականաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Իհարկե։ Թող սահմանադրական դատարանը տա իր գնահատականը, դա ընթացակարգ է։ Եթե սահմանադրական դատարանը պետք է տար իր գնահատականը եւ անվավեր ճանաչեր, չի ճանաչելու, եւ տեղ կա, Շակերտյան եմ ասում, հնարավոր հանցակազմ, հետո այդ մարդիկ պատասխան են տալու, ոչ մեկ 100 տարի չի նստելու, ոչ սահմանադրական դատարանում, ոչ էլ կառավարությունում։ Եվ դրա համար ընդդիմությունը պետք է այդ ամբողջ ընթացակարգը պահի։ Հիմա նույն տրամաբանությամբ ընդդիմությունը մի քանի անգամ փաթեթ է պատրաստել, նույն Նիկոլ Փաշինյանի գործունեության հետ կապված ներկայացրել գլխավոր դատախազություն, որը ընթացք չի ստացել։ Այն ընթացք չի ստացել, իշխանափոխությունից հետո այդ տրցակները չեն ոչնչանալու։ Դրանք կդրվեն համապատասխան process-ի մեջ եւ թող կան պատասխան տան իրենք։ Եվ այս պարագայում Այսինքն պատրաստվում ենք նման փաթեթներ ստեղծելով նաև ապագա պատասխանատվությանը։ Կարելի ասել այդպես։ Եթե անգամ ոչ այսօր, որովհետև ամբողջ իշխանությունը նորից իր ձեռքում է եւ դժվար է ճեղքել այդ բուրգը, դժվար է, չգիտեմ, հասնել հաջողության, կնշանակի մեր հույսը մնում է հաջորդ ընտրություններ, բայց այդ դեպքում էլ մեր երկիրը ինչ վիճակում կլինի վարվող այս քաղաքականության հետևանքով, գիտեք, ընտրություն չէ, դա ինքնության հանրաքվե է։ Ես ուզում եմ ձեզ պատկերավոր ներկայացնեմ, որ երբ որ հանձնաժողովի անդամը կամ կոնկրետ վստահված անձը գյուղում պայքարում է գյուղապետի դեմ, գյուղապետի թիկունքին կանգնած է քաղաքապետը, քաղաքապետի թիկունքում կանգնած է մարզպետը, մարզպետի հետևում կանգնած է տարածքային կառավարման նախարարը, դրա հետևը փոխվարչապետը, վարչապետի հետևն է Էրդողանը, Ալիևը, Եվրոպան եւ Ամերիկան։ Ես ուզում եմ այս բուրգը ցույց տամ, թե մեր վստահված անձերը, այն նվիրյալները, որոնք այս գործընթացում ամեն կերպ ուշադրություն չդարձնելով տարբեր ճնշումների վճռական կերպով կանգնել են, որովհետև դա հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր, որը հունիսի 7-ին տրվեց հայ ժողովրդին։ Սա մենք պետք է հասկանանք, սա հավասարազոր էր, որ մեզ, եթե պատկերավոր ասենք, ավարայրի ճակատամարտ տրվեց հունիսի 7-ին։ Ճիշտ է, համաձայն եմ։ Եվ այս պարագայում էլի ստանալ այդքան քվե, ստացվեց ինչպես, որ
մեր ժողովուրդը չեմ ուզում մասնատեմ այն իմաստով, որ մի մասը ինչու տվեց ձայնը քաղաքացիական պայմանագրի, մյուս մասը ինչու ընդդիմությանը։ Մեր ժողովուրդը հանրությունը Հայաստանում կողմնորոշվեց այնպես, որ այս իշխանությունը ներկա դրությամբ գալիք խորհրդարանում չստացավ սահմանադրական մեծամասնություն, չստացավ հնարավորություն իր կմահաճույքին կամ թուրք-ադրբեջանական թելադրանքով երկրում ձևավորել սահմանադրություն։ Հիմա մնացած գործընթացը կախված է ընդդիմադիր երեք ուժերի համատեղ ծրագրավորված եւ համակարգված գործունեությունից։ Նրանց կողմից պետք է իրականացվի, եթե մանդատները վերցնում են։ Հիմա այդ մասին կխոսենք, այո։ Այո։ Եթե չեն վերցնում, էլի պետք է աշխատանք կատարեն, բայց այստեղ էլ լուրջ խնդրեմ կա։ Եվ վերցնելու հետ կապված եւ չվերցնելու։ Այ հիմա եկեք հերթով այդ մասին խոսենք, սա այսօր թեման, ամենաթեժ թեման է, բայց ես մի փոքր այսպես հետ գալով ձեր խոսքը շատ կարևորեցի, որովհետև մենք պետք է մեր ժողովրդին տանք հետևյալ տեղեկատվություն ու անդադ հասու դարձնենք այն գիտակցումը, որ ընդդիմությունը առաջատար իր ուժերով մեր ժողովրդի գիտակից հատվածը, ընդդիմադիր հատվածը իսկապես ճակատամարտ տվեց թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, եվրոպական այդ կեղծ արժեքներ կրող այդպես այդ գլոբալիստական, ես չգիտեմ ինչ անուն տալ, ուժային կոնկրետ կենտրոնների դեմ հայ ժողովրդի կռիվներ սա։ Եվ փառք ու պատիվ, որքան գիտեք ինչն է ինձ համար ցավեցնող, որ այս պահին ընդդիմադիր կեցվածք ունեցող եւ ուժեր եւ անձիկ թիրախավորել են հենց այն ընդդիմադիրներին, որոնք այս պայքարում, այդ մեծ ճակատամարտում զգալի ձայներ են հավաքել։ Թիրախավորել են հետևյալ առումով. այ դուք լռում եք, այ ինչու հիմա չեք խոսում, ինչու փողոցը չեք լցնում, որովհետև դուք գործարքի եք գնում։ Եվ տեսեք, այս հարցերը վերցնելով Նիկոլ Փաշինյանը, այսօր եթեր էր դուրս եկել, այսինքն ասուլիս էր անում եւ իր հերթին սկսեց նորից ցեղ շպրտել, վարկաբեկել ընդդիմությանը, այսինքն ստացվում է ընդդիմադիր մի հատված կա, այսպես կոչված ընդդիմադիր, երևի ես այդպես ասեմ, որը բավական այսպես ակտիվ փաշինյանական այդ քարոզչության տարբերակով նորից թիրախավորել է այն ընդդիմությանը, որին պետք է թիկունք կանգնի ժողովուրդը, այն ընդդիմությանը, որը ստացավ գիտակից այն հայ ժողովրդի այն հատվածի ձայները, որ եթե մենք այսօր տուն չուղարկեինք Նիկոլ Փաշինյանին, մենք պետություն ենք կորցնում։ Այդ մարդիկ գնացին ձայն տվեցին ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինքին, Ծառուկյանին, այնտեղ գուցե միասնության թևերին եւ այլն, բայց ոչ այն մյուսներին։ Մյուսները փոշիացրեցին այդ ամբողջ ընթացքը։ Հիմա ես կուզեմ, որ դուք մինչև մանդատների այս կոնկրետ թեմային անդրադառնալը դուք ձեր խոսքը ասեք հետևյալ առումով, ինչպես հասկանալ այդ մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես այսօր թիրախավորել են օրինակ ուժեղ Հայաստանին, կամ Հայաստան դաշինքին, կամ Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, հազար ու մի պիտակներ կպցնելով, եւ քանի որ այսօր ասուլիս է եղել, ես չգիտեմ դուք հետևել եք թե չէ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսներին դժվար է, սովորական մարդիկ դժվար են հետևում, մենք լրագրողները ստիպված ենք երբեմն լինում մեր գործի բերումով, ամբողջությամբ չեմ հետևում։ Տեսեք, բացահայտ ինչ է ասում, ասում է ովքեր են դրանք, եթե իրենք մեծ կեղծարարությամբ փողեր բաժանելով են այդ ձայները վաստակել, տեսեք ոնց է ինքը արժե զրկում մեր նման մարդկանց ձայները, ու մեր նման անձիկ, ովքեր գնացել են, ընտրողը, ով գնացել իր ձայնը տվել է Հայաստան դաշինքին կամ ուժեղ Հայաստան, ես կարծում եմ մենք պիտի պահանջենք, պատիվ պիտի պահանջենք, ասում է դուք բոլորը փող են ստացել, այսպես տրցակներով, ընտրակաշարք եւ նրանց օգտին են քվեարկել, հետեւաբար դատա իրավական համակարգը պետք է գործի եւ բոլորին պատժի։ Դուք տեսեք ինչ է նա արդեն հայտարարում։ Հիմա դեռ էլի շերտեր ես կբացեմ, բայց խնդրում այդ հարցին անդրադառնաք, ընդդիմադիր կոչված այդ հատվածի թիրախավորումը, որոնք թիրախավորել են առաջատար քաղաքական ընդդիմադիր ուժերին, այս մասին խնդրեմ։ Անուշ ջան, ընդդիմադիր այդ ուժերը մեծամասամբ շտապել են, մեկ Մեղմ ասած։ Այո, երկրորդը, երբ որ վերլուծություններ են անում, նաև այն ուժերը, որոնք չեն անցել խորհրդարան, բնականաբար պետք է ինչ որ կերպ այս դատարկությունը, որը կա լրատվական դաշտում,
եւ ակնկալվում էր, որ այդ դատարկությունը պետք է միանշանակ, այսպես ասած, լծվեր ուժեղ Հայաստանի, Հայաստան Դաշինքի եւ Բարգավաճ Հայաստանի կողմից, հայտարարվեց, ուժեղ Հայաստանի կողմից հայտարարվեց, որ մենք սպասում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին հայտարարի վերջնական արդյունքները եւ մեզ համար կարեւոր է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 4% շեմը հաղթարի, նոր այդ ժամանակ համախորհուրդ ընդդիմադիր մնացած ուժերի հետ, այդ թվում նաև կարող են խորհրդակցել այն ուժերի հետ, այն առողջ ուժերի հետ, որոնք խորհրդարանից դուրս են մնացել։ Եվ այդ ժամանակ մենք կհայտնենք մեր քաղաքական դիրքորոշումը։ Սա բավականին նորմալ մոտեցում է, որովհետև չի կարա ուժեղ Հայաստան կուսակցությունը իրեն պայի, այնպես ինչպես օրինակ քաղաքացիական պայմանագիրը։ Այսինքն, միջև կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարի արդյունքները, հայտարարի, որ ինքը վարչապետ է, հայտարարի, որ ինքը հաղթել է, տարբեր երկրներից շնորհավորանքներ ստանա եւ մուլտիպլիկատիվ էֆեկտով այդ շնորհավորանքները տարածի, որ իրեն արդեն շնորհավորում են։ 49% ձայն է ստացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, անգամ 50+1-ը չի ստացել, բայց 150%-ի աղմուկ են հանում, 150%-ի։ Հստակ իշխանությունները գիտեն եւ այդ նույն օրը, որ իրանց այդ մռայլ դեմքերը տարածում էր ամբողջ համացանցով, իրականում Նիկոլ Փաշինյանը կանչել էր եւ հաշվետվություն էր պահանջում իր ենթականերից հայտարարակ արդյունքների համար, ոչ թե հաղթանակ տանելու, որովհետեւ Երևանում նրանք դրել էին 60%, որ պիտի ապահովեն իրանց ենթակաները, մարզերում դրել էր 70%, պլյուս իրանց ընտրախախտումներով, մախինացիաներով պետքա բերեին կանգնացնեն 70%, որ ստանային սահմանադրական մեծամասնություն, չեն ապահովել ենթակաները։ Եվ հետևաբար այդ ամբողջ զայրույթը, ոգևորվածությունը, որ իբրև թե մատուցվում էր որպես հաղթանակի, այսպես ասած, արդյունք, իրականում այն նյարդային հոգեցունց վիճակն է, որ իր ենթականները չեն ապահովել դրված առաջադրանքը, անգամ բազմաթիվ ընտրախախտումների պայմաններում, աննախադեպ ընտրախախտումներ են եղել, Արմինե ջան, եւ ես հիմա ուզում եմ գամ հակառակ կողմից։ Եթե ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Բարգավաճը միլիարդերով փող են բաժանել եւ ընտրության արդյունքները խախտվել են, դու որպես իշխանություն զրկվել ես սահմանադրական մեծամասնությունից, ինչի չես նախահարցակ լինում, ինչի չես դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչի չես դիմում սահմանադրական դատարան եւ անվավեր ճանաչում ես ընտրության արդյունքները եւ հայտարարում, որ պետք է Հայաստանում կազմակերպվի նոր ընտրություններ, որովհետեւ այս արդյունքները անվավեր են։ Ինչի չես անում։ Չէ՞ որ դու էլ զրկվել ես քո սահմանադրական մեծամասնությունից, որովհետեւ իշխանությունները ակնկալում են, որ կարող են օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դուրս թողեն ու ուտեն իրանց տոկոսները, ոնց որ ժողովրդի քվեն են լափել բարիզբուն իմաստով։ Եվ այս process-ները հիմա գցում են ընդդիմության դաշտը։ Հենց ժողովրդին գեներացրեք փողոցում։ Ոչ։ Դա խայծ է, որ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները տրվեն օրվա մանիպուլյացիայի, մարդկանց հանեն դուրս, Նիկոլ Փաշինյանի ուզածն էտա, երկրում ստեղծի ապակայուն վիճակ, բերի հասցնի երկիրը քաղաքացիական պատերազմի, ժողովուրդը հելնի իրար դեմ եւ այս պայմաններում ինքը ասի, որ տեսնում եք եռագլուխ հրեշը իր բառերով եմ ասում, չնայած իրանք էլ հիբրիդային վիշապն են ներկայացնում, ինքը Ալիևը, Էրդողանը եւ մնացածներ հետները, որ տեսեք երկրում ստեղծեցին քաղաքացիական պատերազմ, բախումներ, այդ ամեն ինչը նախապատրաստում են, որ ընդդիմությանը ներքաշեն այդ կեղտոտ խաղամեն։ Իսկ այդ ընդդիմադիր ուժերը, որ հայտարարում են մի մասը իրաց տրոյական նժույգներն են, Արմինե ջան, որոնց պետք է ընդհանրապես լուրջ վերաբերվել, մեկ, իսկ մյուս մասը տրվում են ընդհանուր մանիպուլյացիային, փորձում են այս դատարկ ժամանակահատվածը ինչ որ կերպ լցնել եւ փորձում են անիմաստ քաղաքական դիվիդենդներ շահել։ Վարկաբեկելով առաջատար ուժերին, վարկաբեկելով սա շատ վատ է։ Իրականում իշխանությունը խոճապի մեջ է, որովհետեւ իրա խնդիրը չի լուծել, իսկ ինքը պետք է ունենար 70 падգամավոր այս ազգային ժողով։ Ինքնի 61։ Մեկ, երկրորդը սահմանադրությամբ ասվում է, որ ազգային ժողովը պետք է ունենա նվազագույնը 101 падգամավոր։
նշանակում է 61 падգամավորով ազգային ժողով չի կարա լինի։ Չի կարա լինի, որտեղ դա ակնհայտ սահմանադրության խախտում է։ Հետևաբար ինչ պետք է լինի։ Նրանք կոչ են անում կամ թասիբի են գցում Ալեն Սիմոնյանի տարբերակով, յանի մեկ եք ազգային ժողով, բայց մի եկեք, որոշում Հայաստանը հրաժարվի մանդատներից։ Քաղաքական process-ից դուրս գա։ Եվ դրան գիտեք ինչ է հաջորդելու։ Շատ արագ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարձով մտնելու է սահմանադրական դատարան։ Քննի, որ մինչև իրենց կողմից մանդատները վերցնելը ստեղծվի իրավական սողանցք հնարավորություն, որպեսզի այն ուժերը, որոնք մասնակցել են համապետական ընտրություններին եւ չեն հաղթահարել 4% շեմը, դուրս եկած ուժերի փոխարեն լցրեն այդ քաղաքական վակումը։ Հետադարձ ուժի պահը չկա օրենքի, որովհետև միջև մանդատները վերցնելը այդ փոփոխությունն են անում։ Ոչ թե գնում են 61 մանդատը վերցնում են եւ ասում են, գիտեք ինչ, 105-ի համար այսքան չի հերիքում, լրացրու սահմանադրական դատարան, այլ միջև վերցնելն են այդ process-ը կազմակերպում։ Եվ դե իրանց մոտ ամեն ինչ ստացվում է, կանեն դա դրա արդյունքում կունենա 100%-անոց պարլամենտ, 100 ոչ թե 70 կամ 80, ունենան 100%-անոց պարլամենտ։ Ու ժողովուրդը պիտի հասկանա, որ երբ որ հանրությունը կամ ավելի շուտ քաղաքացիական հասարակությունը, երբ որ ուժեղ Հայաստանին մղում եք մանդատները չվերցնելու, ում եք ուզում տեսնեք ազգային ժողովում։ Այսինքն դուք պայմանագիր կուսակցությանը 105 մանդատով։ Այսինքն դուք գտնում եք, որ պետք է գնա ընդդիմությունը եւ վերցնի իր քվեի համարժեք մանդատները։ Դուք մանդատը վերցնելու կողմնակիցն եք, արձանագրենք, հա, այս հանգամանքը կարևոր։ Արձանագրում ենք, բայց ամենտեղ գիտեք, բայցը կա։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ այո, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ավելի շուտ վերջինը հաղթահարել է շեմը, եւ այս պարագայում հայտարարում է մանդատների այն բաշխումը, որը մոտարապես մենք հիմա տեսնում ենք, այսինքն այն իմաստով, որ 61 մանդատից ավել քաղաքացիական պայմանագիրը չի ունենում, այդ փոշիացածնել են բաժանում եւ այլն, ստանում է մաքսիմումը 61։ Եվ այս պարագայում պարլամենտը այն ինստիտուցիոնալ մարմինն է, որտեղ ընդդիմությունը համադրաբար գործելով կարող է ունենա այն ամբողջ գործիքակազմը, որ հնարավորինս կասեցնի երկրի թրքացման գործընթացը։ Միանշանակ մյուս պատկերն եմ ասում, Արմինե ջան, չի վերցնում մանդատները։ Ընդունեք 200 քանի падգամավորները ստորագրում են ուժեղ Հայաստանից չեն վերցնում, այն մնացածը նույն կազմակերպած ձևով հրաժարվում է։ Մենք ունենում ենք 105 հոկյանոց քաղաքացիական պայմանագրի մանդատներով պարլամենտ։ Այսինքն այս պարագայում կներեք 101-ան։ Այս պարագայում ինչ ենք ուզում։ Ուզում են պարլամենտը 100%-ով տանք բանին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Բայց տեսեք, դատա չի մնալու, թափուր չի մնալու այդ տեղերը։ Լրացնելու, ով է լրացնելու։ Աս Աբգուլյան, ի վերջո մենք մի հատ հասկանանք, օրենքը թույլ է տալիս, որ եթե չի գնում ընդդիմությունը, որը համապատասխան ձայներ է հավաքել, հրաժարվում է մանդատներից, մյուս մասնակիցները կարող են մտնել, որտեղ դա կա թե չկա։ Արմինե ջան, հիմա այդ կարգավորումը չկա, բայց այո, բայց իրենք կարող են, որտեղ չի եղել նման իրավիճակ, չի ենթադրվել, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ օրինակի համար մանդատները վայր են դնում, հա, այս պարագայում այդ վակումը, որը պահանջում է համապատասխան իրավական կարգավորում, իրենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մտնում է սահմանադրական դատարան, ասում է մենք հիմա ունենք 61 մանդատ, նվազագույնը պետք է ըստ սահմանադրության ազգային ժողովը ունենա 101 մանդատ, այլապես չի կարող գործի։ Ստեղծեք այդ հնարավորությունը, տվեք այդ սողանցքը, որպեսզի մենք կազմակերպենք այլ քաղաքական, ես ամենայն հարգանքով չեմ ուզում այլ քաղաքական ուժերին պիտակավորեմ, էլի, բայց ստեղծեք այդ հնարավորությունը, որ մնացած քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ու չեն հաղթահարել, այդ ուժերը մտնեն խորհրդարան։
Հիմա ով կմտնի, ինչպես կբաշխվի, ինչպես process-ը կկազմակերպվի, ես դա այսպես եմ պատկերացնում, առնվազն այս պարագայում իրանք ունենալու են 80 պլյուս պատգամավոր, ինչ ուզեն, ինչքան ուզեն խփելու են։ Շատ լավ, այստեղ մեկ հարց, պարոն Սաբգուլյան, նրանք ովքեր կողմ են, որ չվերցնեն ընդդիմությունը չվերցնի մանդատները, ասում են այդ տարբերակով դուք ստեղծում եք ճգնաժամ, խորհրդարանական ճգնաժամ եւ պարտադրված կլինի իշխանությունը հայտարարել նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Այս մասին ինչ կասեք։ Հայտարարելու։ Արմինե ջան, չի Չի հայտարարելու, հա։ Որովհետև նայեք, այն տեղեկատվությունը, որ ես ասում, ես սահմանադրագետ չեմ, բայց այն տեղեկատվությունը, որը ես ձեզ հիմա տալիս եմ, մեր պարբերաբար գործընկերների կոնսուլտացիաների արդյունքում, նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումն եմ, գիտեք, ներկայացնում եմ, մենք եկել ենք այն եզրահանգման նաև, որ այո, եւ մանդատներ վերցնելը խնդիր է առաջացնում եւ չվերցնելը, բայց այս պարագայում մենք չենք որոշում, դա պետքա որոշի ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ մնացած այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրար հետ պետք է մտնեն խորհրդարան, պատրաստ են դիմանալու քաղաքական ռեպրեսիաների եւ հետագա ճնշմանը։ Այդ դա է խնդիրը։ Պատրաստ են համադրաբար գործելու։ Ստեղ պետքա ոսկերչական աշխատանք տանեն եւ հանրության վստահության պակասը գալիս է նրանից, որ իրենք մտածում են, որ այս ընդդիմադիր ուժերը, հատկապես նաև ուժեղ Հայաստանի մասով դե գիտեք, այն դիտարկումն է, որ այնտեղ հիմնականում անփորձ քաղաքական գործիչներ են, թրծված չեն, ինչպես օրինակ Հայաստան դաշինքի պարագայում է։ Եվ այս պարագայում այդ մտավախությունները գալիս են այդտեղից, բայց այդ մարդիկը իրանք չեն դրսևորել։ Այսինքն նախորդ ելնելով այն հանգամանքից, որ մտածենք, որ իրենք կարող են անփորձ լինել, այս պարագայում չմտնեն խորհրդարան, լավ չեն մտնում, քաղաքացիական պայմանագիրը գտնում է տարբերակը, լրացնում է խորհրդարանը, ապահովում է իր սահմանադրական մեծամասնությունը, ինչ-ինչ ուժերի օգնությամբ, որոնց վրա ինքը կարող է հանգիստ ճնշում գործադրի։ Իսկ այս ուժերի վրա ինքը չի կարող ճնշում գործադրի։ Դուք տեսաք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահին թույլ չտվեցին թռնել երկիրը, օդային տարածքը հատել, այսպես ասած, թռնել բառը երկի իմաստա, եւ այդ մարդը հետ եկավ։ Մինչդեռ նախորդ պլանավորված այց ուներ դրսում։ Այս պարագայում էլի քրեական գործ հարուցեցին, հարկերը չվճարելու հետ կապված։ Աբսուրդ։ Այսինքն, երբ որ որևէ քաղաքական ուժ փորձում է ինքնուրույնություն դրսևորի, փորձում է իր այն ավելի հասանելի դարձնի հանրության, այդ մարդու նկատմամբ հանրաքրեական հետապնդում են նախաձեռնում։ Բայց մինչև այդ ինչի հարկերը վճարելու համար այս մարդու պատասխանատվության չի ենթարկվում։ Այո, փորձել է նաև Գագիկ Ծառուկյանին համոզելու, որ չբողոքարկի, այս տվյալները նույնպես համացանցում պտտվեց, եւ այս առումով ի պատիվ Բարգավաճ Հայաստան կուսակցության մենք չունենք այնպիսի լուր, որ իրենք գնացել են ինչ-որ X համագործակցության տարբերակով, հակառակը իրենք կանգնած են իրենց դիրքում եւ այս պարագայում էլի կրկնում եմ, եթե 3 ուժերին հաջողվեց մտնել խորհրդարան, զրկվում է իշխանությունը սահմանադրական մեծամասնություն այդ հասկացությունից եւ այս առումով ինքը իր բոլոր քայլերի իշխանությունը պետք է կառուցի հաշվի առնելով պարլամենտում ուժեղ ընդդիմության ներկայությունը։ Պարոն Սաբգուլյան, այո, մյուս պարագայն այն է, որ փորձեն հիմա այս ընթացքում մանիպուլյացիոն ճանապարհով հանրության հսկայական զանգվածին, այդ թվում նաև ուժեղ Հայաստանի եւ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներին տրամադրեն այս քաղաքական ուժերի նկատմամբ եւ ասում, գիտեք ինչ, իրենք հանուն աթոռի էին պայքարում, հանուն իշխանության էին միայն պայքարում, իրենք կոպիտ ասած թքած ունեն ձեր ձայնի վրա, որովհետեւ նայեք, նույն Սամվել Կարապետյանը հայտարարել է, չէ, որ մենք գալիս ենք իշխանության, մենք հոգեբանորեն պատրաստ չենք, որ մենք պիտի ինդիմություն ունենք, որտեղ գալիս ենք իշխանության հաց լուծելու։ Բնականաբար ցանկացած լիդեր չի հայտարարելու, որ ինքը գալիս է պարտության համար, կամ գալիս է երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքական ուժը լինելու։ Հա, նշածողը սահմանել է եւ գնացել են առաջ։ Հիմա,
ոչ ոք ընդդիմությունից չէր պատկերացնում, որ 210,000 մարդ ոչ թե ավել ակտիվ կմասնակցի, այդ մարդիկ կհայտնվեն քաղաքացիական պայմանագրի հաշվեկշռի վրա։ Մեր ամբողջ աշխատանքային գործունեությունը այս նախընտրական շրջանում ուղղված է, այո, որ քաղաքացին գա եւ տեր կանգնի ոչ միայն իր քվեին, այլ իր երկրի ապագային, բայց մենք չենք process-ը կոպիտ ասած պլանավորել այնպես ինչպես իշխանությունը, որ պիտի այնպես անի, որ ինքը ստանա 700, ինչքան է 727,000 ձեն պլյուս գումարած այն փոշիացող մոտ 194,000-ից եկող 100,000 ձայները, որ պետք է իրան գումարվի։ Այսինքն ստացվում է ընդհանուր արդյունքում, որ քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունում ունի մոտավորապես 830,000 ձայն։ 680,000-ից վերջի 2021-ից թռավ դառավ 830,000։ Եվ պարոն Սաղմոլյան, այո, բանակցություն չի։ Եվ այսօր, ինչպես եւ այդ գիշերը, երբ որ դեռ հաշվարկները ընդամենը մի 3-4 տեղամասերում էր արված, շտապեց շատ արագ Նիկոլ Փաշինյանը գիշերը ասուլիս հրավիրել, գիտեք այդ ասուլիսը, այդ ինչպես նաեւ այսօր լրագրողների հետ հարցազրույցում նա իրեն հայտարարեց լեգիտիմ ժողովրդի ընտրյալ, այսինքն ի սկզբանե ինքը արդեն դրեց իր այդ անունը, մյուսներին այսպես գիծ քաշելով համարեց ընտրակեղծարարներ, համարում է, որ կաշառքով իրենք ձայներ են վերցրել, այսինքն հստակ դուք շատ ճիշտ եք ասում, այո, նա մեսիջ է հղում հասարակությանը, որ տեսեք, մենք ենք իրական իշխանությունը, մյուսները կեղծարարներ են եւ պետք է տան պատասխան եւ փաստորեն անմեղության կանխավարկած, ամեն ինչ մի կողմ դրած, հաշվարկները դեռ վերջնահաշվարկը դեռ անգամ չկա, իրեն լեգիտիմ հայտարարած այս անձնավորությունը նորից մեր երկիրը իր բարերով ասեմ, ծեփում է պատերին, նորից հրահանգ տվեց կատարելով այստեղ ուզում ուղղակի ձեզ նաև միաժամանակ տեղեկացնել եւ լսել ձեր վերլուծությունը, հրահանգեց դատավորին, իրավական համակարգին, կաշառակերներին բռնել, նետել բանդը, Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, իրենք պետք է բանտում լինեն, արդեն ինքը նախապես հրահանգել է, հա, արդեն հրահանգել է դատական համակարգին, միաժամանակ սպառնաց, որ եթե դա տեղի չունենան, ապա այդ դատավորները իրենք բանտում են հայտնվելու։ Հիմա ուզում եմ հասկանաք եւ ցույց տաք, գնահատեք այն իրավիճակը, որի առաջ մենք կանգնում ենք, Հայաստանը ինչպիսի երկիր է դառնալու։ Բացի այդ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի հրահանգի կատարածուն է ղեկավարում մեր երկիրը, մյուս կողմից բռնապետ, որը պիտի լռեցնի բոլորին, ընդ որում ասեմ, այսօր Արմատ TV, Արմատ մեդիայի լրագրողը հարց էր իրեն ուղղում, որ դուք ասում եք, թե ինքները լինելով լրագրող, հա, փաստորեն փակեցիք հենց այդ օրը եկան, այնտեղ փակ են դրել, հա, այսօր չի աշխատում փաստորեն լրատվամիջոցը, եւ գիտեք ինչ պատասխանեց, ասում է, եթե դուք հիմա եկել եք այստեղ, ուրեմն դեռ ողջուկ է, առողջ եք, եթե դուք եկել եք ինձ հարց եք տալիս, այսինքն ես չգիտեմ ցինիզմի որ աստիճանն է, կամ ասում է, եթե դուք այստեղ այդ ձեզ ոնց են թողել մտնել, կնշանակի մենք շատ ժողովրդավարական երկիր ենք։ Պարոն Սաղմոլյան, ես այսպես փորձեցի արագ ձեզ ինֆորմացնել նաև այսօր ասուլիսում կատարված հայտարարությունները ձեզ տեղեկացնել եւ լսել ձեր մեկնաբանությունը այս ֆոնի վրա մենք ինչ Հայաստան ենք ունենալու։ Նիկոլ Փաշինյանը անմեղության կարգավարկածները չի ճանաչում, սպառնաց իշխանությանը, սպառնաց դատավորներին։ Խնդրեմ լսում ենք ձեզ։ Արմինե ջան, պետք չի զարմանալ, որ ինքը իրեն հայտարարում է լեգիտիմ վարչապետ։ Ինքը իրեն հայտարարել է, չի հայտարարել։ Հրճակել է Պապ Թագավոր, հրճակել է Սրթատ Մեծ, լուսավորիչ, փրկիչ, իր եւ Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջև զուգահեռներ է անցկացրել։ Ինչի՞ եք զարմանում, որ մարդը այսօր ինքը բավականին փաստորեն համեստ է եւ բավարարվում է ընդամենը լեգիտիմ վարչապետ տիտղոսով։ Եվ մեզ չի զարմացնում, որ օրինակ ինքը իրեն կարող է նաեւ Հռոմի Պապ հրճակել։ Դա իր գործն է։ Իրական պատկերն այն է, որ ինքը զրկված է պարլամենտում ազատ որոշումներ, ազատ կերպով օրենքներ ընդունելու հնարավորությունից, որովհետև չունի ոչ 3/5-ը
այդ 60%-ը, եւ ոչ էլ 2/3-ը 66%։ Հետևաբար ես մի երկու օր առաջ փոքրիկ ռիլեյ պատրաստել, հայտարարեցի, որ ինչ է նշանակում, երբ որ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Դա նշանակում է, որ իշխանությունը ամեն անգամ պետքարան այցելելիս պետք է հարցնի ընդդիմության թույլտվությունը։ Հետևաբար, եթե ընդդիմությունը միասնաբար գալիք խորհրդարանում ճիշտ կազմակերպի իր աշխատանքները եւ այն բոլոր լծակները, թե իդեմս մշտական հանձնաժողովների, թե փոխխոսնակի եւ այլն, կարողանա ճիշտ կերպով իրացնի եւ չկրկնի Հայաստան Դաշինքի սխալները նախորդ պարլամենտի, նա կլինի ոչ թե ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի մոտ, այլ իրավիճակը կփոխվի։ Նիկոլ Փաշինյանը որպես իշխանություն կաշխատի հզոր ընդդիմության մոտ։ Պատկերը կարող է արմատապես փոխվի։ Չհաշված, որ նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, ապագա ԱԺ-ում նաև падգամավորները, որոնք տարբեր տեսակի թղթապանակներից կախված խամաճիկի գործառույթ են կատարում Նիկոլ Փաշինյանի մոտ, արդեն զզվել են նրա միապետական իշխանությունից, իրենց վրա միապետական իշխանությունից։ Եվ շատ հնարավոր է, որ մի շարք падգամավորներ հայտարարեն, որ իրենք անկախ են, որովհետև ամեն ինչի, այսպես ասած, համբերության բաժակը կարող է նաև նրանց մոտ լցվել։ Կներեք, դուք կարծում եք, որ հնարավոր կլինի ԿՊ-ից падգամավորներ պոկել։ Ինչու ոչ։ Բայց կներեք, պարոն Սաբգուլյան, այդ մենք տեսանք, որ դա հնարավոր չի անցած խորհրդարանում մեկ պարզ պատճառով, ոչ թե որ նրանք գաղափարական ընկերներ են, այսպես շատ իրար շատ ընդունում են, հա, դուք ճիշտ եք ասում, այո, շատերը պարտադրված շարունակում են մնալ, բայց այստեղ կա մեկ շատ կարևոր բայց։ Բոլորս լավ գիտենք, Նիկոլ Փաշինյանը բոլորի վրա ունի կոմպրոմատներ։ Հարկ եղած դեպքում դա օգտագործելով պահում է իր, կներեք, բայց գրպանում շատերին։ Դա ընդունում են, բայց նախորդ պարլամենտում падգամավորների քանակով քաղաքացիական պայմանագիրը շատ հզոր է։ Այս պայմաններում իրավիճակը փոխվել։ Բայց չեն կարող պարտադրել եւ մենք տեսանք նաեւ, չէ, ցավով պիտի կներեք արձանագրեմ հետեւյալը։ Ներողություն, պարոն Սաբգուլյան, ներողություն, ընդդիմադիրներից մարդիկ կային, որոնք գնացին եւ միացան Նիկոլ Փաշինյանին կամ չեզոք էին պահում կամ այսպես անկախ падգամավորի կեցվածքի մեջ էին, բացահայտ երևում էր ոնց են համագործակցում, հայտնի դեմքը Գեգամ Նազարյան, մարդ ով հայտարարում էր որդու ձեր արյան մեջ մեղադրում էր Նիկոլ Փաշինյանն, ասում էր քո ձեռքերը արյունոտ էին որդու Աբգարի արյունով է ներկված, այդ հայրը այսօր բացահայտ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության դիրքերում է հանդես գալիս։ Այսպիսի կերպափոխում, սա զարուրելի փաստ է, ինչու եմ ես հաճախ շեշտում հենց այս հանգամանքը։ Կարող են մյուսները ֆինանսական, բիզնես, չգիտեմ, հազար ու մի շահագրգռումներով պայմանավորված, ընդամենը մի քանի հոգու խնդիր է, եթե չեմ սխալվում 8 կամ 5։ Դուք մտավախություն չունեք, որ այդպես են, ինչպես ասում են, սահմանը շատ նեղ է, էլի, հնարավորություն ունենա ԿՊ-ն գողանալ ընդդիմադիր падգամավորների։ Ի վերջո, կներեք, ուժեղ Հայաստանը եւս պետք է սա հաշվի առնի, թե ովքեր են մտնում խորհրդարան։ Սա նույնը նաեւ Հայաստան Դաշինքը։ Լսում եմ ձեզ, խնդրեմ։ Գեգամ Նազարյանի ֆենոմենը կոտրում է դավաճանության բոլոր կարծրատիպերը։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլև տարբեր պետություններում։ Դե, ունեցա։ Այս պարագայում, իհարկե մենակ այնտեղ Գեգամ Նազարյանը չէր, այնտեղ Իշխան Զաքարյանից ցեր կախված բաներ կար չեղավ, բայց այդտեղ խնդիրը հետեւյալն է։ Միջև գետը չմտնեն, չեն կարող տեսնել ինչ է կատարվում։ Ուղղակի ընդդիմությունը մանդատ վերցնելուց առաջ, նույն ուժեղ Հայաստան, մանրակրկիտ կերպով պետք է անդրադառնա այն տեխնացուներին, որոնք պետք է մտնեն ոչ միայն սովորական падգամավորի կարգավիճակում, իրենք պետք է լինեն playmaker-ի, այսպես ասած, խաղ տանողի կարգավիճակում։
Հիմա նայեք, Հայաստան դաշինքը թրծված է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ այդքան падգամավոր չունի, որ այդ ուղղությամբ նաև աշխատեն 4% հաղթահարում, այնտեղ զտված իրավիճակ։ Ուժեղ Հայաստանի պարագայում է, որ 28 մանդատ է, այո, կարծեմ, 28 մանդատ է, այս պարագայում զուտ քանակական իմաստով ռիսկը ավելի մեծ է։ Բայց ռիսկը փոխադարձ մեծ է, ասում եմ։ Նախորդ գումարման ազգային ժողովում ընդդիմությունը այս դիրքերում չէր։ Ընդդիմությունը ինչի հրաժարվեց նաև մշտական հանձնաժողովում տեղ վերցնելուց, նաև փոխոսնակից, որ ցույց տա, որ իրենք նույնիսկ օրենսդիր մարմնում չեն գնում պաշտոնների հետևից։ Բայց այս պարագայում, այս ձևաչափով Արմինե ջան, լծակները ավելի շատ են։ Թող վերցնեն այդ մշտական հանձնաժողովները, բերեն իրենց մոտ այդ նախարարներին, ստիպեն, որ կառավարությունը իրապես հաշվետվություն տա իրանց։ Բա խորհրդարանական երկիր են, գործադիրն է հաշվետու։ Այս պարագայում, եթե դուք մշտական հանձնաժողով եք ստանձնում, այդ մշտական հանձնաժողովը առնչվում է առնվազն 1-2 նախարարի գործունեության ոլորտի կամ ինչ որ ռազմավարական նշանակություն ունեցող պետական կոմիտեի։ Թող բոլոր օրենսդրական լծակները օգտագործեն։ Այո, եւ դա չի խանգարում, որ դու փողոցում շարժում գեներացնես։ Ի՞նչն է քեզ խանգարում։ Այ խանգարումը այդ Գեգամ Նազարյանի ֆենոմենը, որ մարդիկ կապում են նրա հետ, կարող է բոլորի մոտ այդ process-ը առաջանա։ Կարող է իշխանությունը ավելի մեծ ճնշում գործադրի։ Իսկ եթե մենք այդ սկզբունքով առաջնորդվենք, ընդհանրապես պիտի մանդատ չվերցնեն եւ ձերքներս այսպես ասած ծալած նստենք, սպասենք, թե մեր հայրենիքի հետ Նիկոլ Փաշինյանը ինչ անում։ Բնականաբար ինքը պիտի ասուլիսների ժամանակ պորտ կա, ոգևորվի, ցուցումներ տա, իր հինձը, բայց ինքն էլ է իրան սպառել, թող փոխի այդ ծև սպիտակ ժապավենից արդեն ձանձրացել են մարդիկ։ Այս ընտրազանգվածն էլի, որ իրեն քվե տվեց, ենթարկվեց, գիտեք խոսել ենք Արմինե ջան, սոցիալական իմիտացիոն բարեփոխումներին եւ խաղաղության օրակարգին, բայց դրան բավականաչափ օգնեց Արևմուտքը, փոխնախագահի այց, եվրոպական լիդերների այց, բազմաթիվ հայտարարություններ եւ մեր ժողովուրդը չհավատաց Նիկոլ Փաշինյանին։ Մեր ժողովուրդը էլի հավատաց Արևմուտքի խոստումներին։ Եվ հիմա ինչ է շուկային կատարում, շատ չեմ շեղում, կարճ դրվագ։ ԵԱՏՄ շուկան իրար հետևից փաստորեն սանկցիաներ է իրականացնում եւ մեր տնտեսվարող սուբյեկտները, նույնիսկ իր համախոհ ջերմուկ արտադրող կազմակերպությունը, գիտեք 1.300.000 շիշ ջերմուկ հետ տվեցին Ռուսաստանից։ Այսինքն նույնը ծաղիկների հետ կապված, նույնը ծիրանի հետ կապված, ասում եմ Եվրոպայում շուկաները կգտնեն, թող գտնեն, ավելին ասեմ, սեպտեմբերին սպասվում է բյուջեի հսկայական ճեղքված, արդեն իրենք չեն կարողանում տարեցներին ապահովել առողջության ապահովության, մարդիկ գնում են վիրահատության 3-4 ամիս հերթը հետ են դնում, ասում են հերթա չենք կարող ձեզ սպասարկել, այսինքն սեպտեմբեր ամսին այցելողին 2026 թվականի պիտի ասեն 2027-ին օգտվեք, այս սուտը պայթելու է, իսկ այդ ստի տեղեկատվությանը ներսից տիրապետելու համար Արմինե ջան, դու պետք է լինես հենց ազգային ժողովում, վերցու այդ մանդատները, փորձի այդ օրենսդրական լծակները օգտագործի, տեղեկատվություն եթե դու պարլամենտում չեղա, դու տարատեսակ ինֆորմացիաներ կա, տեղեկատվական հոսքեր կա, որ դու դրանց ընդհանրապես չես տիրապետելու։ Նույնիսկ եթե դու ուզում ես վաղը փողոցային շարժում գեներացնես, քեզ պետք է այդ տեղեկատվությունը, դու ներսից պետք է հասկանաս, թե ինչ աստիճանյա փդած է իշխանությունը ու ոնց է վերևից դա ղեկավարվում։ Որտեղ այսօր մենք ընդդիմությունը չի պարտվել Նիկոլ Փաշինյան։ Ընդդիմությունը պարտվել է Թուրքիային, Ադրբեջանին, Արևմուտքին, իդեմս Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների։ Ավելին ասեմ, նաեւ որոշակի ռուսական ուժեր, որ աջակցել են այս իրավիճակին։ Հաշվի առնելով տարածաշրջանային ծանր իրավիճակը, որտեղ Ռուսաստանի գերխնդիրն այն է, որ Թուրքիան չմտնի ռուս-ուկրաինական ճակատ եւ առժամանակ ինքը պիտի գնա այդ իմիտացիոն զիջումների։ Այս պարագայում մենք ունենք հետեւյալ պատկերը ամփոփեմ։ Մի կողմից ունենք իշխանություն, որը
Էրդողանի եւ Ալիևին տված խոստումները չի կարողանում կատարել, որովհետեւ չունի սահմանադրական մեծամասնություն։ Մյուս կողմից ունենք ընդդիմություն, որի մի մասը դեռ չունի քաղաքական փորձառություն։ Բայց դա պետք է խոչընդոտ չհանդիսանա, որ ինքը մտնի եւ մանդատները վերցնի։ Սա իմ նաեւ անձնական դիտարկումն է, կարծիքն է, որպես պատմաբանի, վերլուծելով ստեղծված իրավիճակը, որ դու կարող ես եւ վերցնել մանդատները եւ փողոցում գեներացնես այնպիսի շարժում, որը չի կրկնելու նախորդ տապալված շարժումների փորձը։ Ներկայումս Հայաքվեն նաեւ Արմինե ջան մշակում է հետաքրքիր փաթեթ, որը գեներացնելու է տարբեր քաղաքական միավորներ, ներառյալ այն առողջ ուժերին, որոնք չեն անցել խորհրդարան, եւ փորձելու է Պարլամենտում տիտղոսակիր, այսպես ասած, ընդդիմության հետ համընթաց հակակշռել իշխանությանը։ Թույլ տվեք այն ուժերը, որոնք չեն մտել խորհրդարան, այն քաղաքացիական կազմակերպությունները, այն անհատները, որոնք շահագրգռված են, մտավորականները, որ երկիրը պիտի չպարտի Թուրքիայի առաջ, Հայաստանը պիտի վիլայետ չվերածվի, թույլ տվեք այդ մարդիկ կգեներացնեն փողոցային շարժումը, բայց միևնույն ժամանակ իրանց մի թևը պետք է լինի խորհրդարանում, որպեսզի վերահսկի այս իշխանության ամեն մի քայլը։ Սա է մոտեցումը։ Ես շատ շնորհակալ եմ, պարոն Սավգուլյան, շատ կարևոր այսպես վերլուծություն արեցիք եւ ամփոփեցիք եւ շատ վստահություն ներշնչող է ձեր գնահատականը, թե ինչու պետք է խորհրդարան մտնի առաջատար ընդդիմությունը։ Ես շնորհակալ եմ այս վերլուծության համար, կարծում եմ հունիսի 14-ից հետո մենք առիթ կունենանք եւս իրավիճակը արդեն այդ ժամանակ վերահաշվարկից հետո վերլուծելու, իսկ այժմ ինձ մնում է ներկայացնել ձեզ վերստին իմ հեռուստադիտողին եւ ավարտել մեր այսօրվա զրույցը։ Շնորհակալ եմ ձեզանից, պարոն Սավգուլյան, եւ վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի Հայաքվեի վարչության անդամ պատմաբան Արեգ Սավգուլյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք ցտեսություն։